Live News-ի հարգելի հետևորդներ, ինչպես տեսնում եք ձեր էկրաններից, Սամվել Կարապետյանի նկարներով պաստառներ են քաղաքացիները իրենց հետ։ Այստեղ ուզում ենք ասել, որ Վերցրել նշեմ, որ Սամվել Այժմ Հենրիկ Դանիելյանը անդրադառնում է այդ հարցին, կապված Սամվել Կարապետյանի 2 ամսյա կալանքի հետ։ Ովքից գործունեության, ով ընթացքը նվիրել է Հայաստանի ժողովրդին, թե Հայաստանում, թե Հայաստանի դուրս հայերին օժանդակել և օգնել է, որպեսզի հայ հասարակությունը, հայը իրեն ավելի լավ զգա։ Հազարավոր ներդրումներ է իրականացրել Հայաստանում և Արցախում և շատ գործեր է իրականացրել հայ առաքելական Սուրբ եկեղեցու համար։ Այսօր մենք ասում ենք ազատություն Սամվել Կարապետյանին։ Օր առաջ! Օր առաջ! Օր առաջ! Ազատություն Սամվել Կարապետյանին։ Օր առաջ! Օր առաջ! Օր առաջ! Հարգելի հայրենակիցներ, Սամվել Կարապետյանը կալանավորվել է միայն նրա պատճառով, որ օժանդակել է հայ առաքելական Սուրբ եկեղեցուն։ Սամվել Կարապետյանը կալանավորվել է միայն նրա պատճառով, որ ասել է, որ հայ ազգը պետք է բարեկեցիկ ապրի։ Սամվել Կարապետյանը կալանավորվել է միայն այն բանի պատճառով, որ դավանել է քրիստոնեական արժեքներ, ասելով, որ չի կարելի հայ առաքելական եկեղեցուն շահերը ոտնահարել։ Եվ մենք այսօր այստեղ ենք ասելու, որ աջակցում ենք Սամվել Կարապետյանին և այս երթը այն խոսքի շարունակությունն է նաև, որը ասել է պարոն Կարապետյանը, այսինքն մենք սատարում ենք հայ առաքելական Սուրբ եկեղեցուն և մենք վերականգնելու ենք ճշմարտությունը և այն իրականությունը, որը պետք է լինի հայ առաքելական Սուրբ եկեղեցու պատկերացմամբ վերականգնելու ենք։ Օր առաջ! Օր առաջ! Օր առաջ! Ուզում ես? Ինչ ադիր, ինչ ադիր։ Սաղ կցել ես ավտոմատ Տղա ջան, ով սպաս կա մեջ ոնց տալիս, մի պատ քշվես մեքենայից, մի քիչ սինխրոն գրենք։ Հա, դե չի, ես այս։ Հարգելի հայրենակիցներ, այսօր սիրելի երկի մասնակիցներ, ես վստահ եմ, որ պարոն Կարապետյանի համար փակ են հնարավորությունները որպեսզի նա ներկայացնի, բայց ես խնդրում եմ, որ իրանի մեր ողջույնները փոխանցենք նաև պարոն Կարապետյանի ասելու, որ մենք աջակցում ենք պարոն Կարապետյանին և մենք պայքարելու ենք, որպեսզի նա ազատության մեջ լինի և ճշմարտությունը վերականգնվի օր